արդյոք առերեսում եղավ ի վերջո եւ ինչ էր կատարվում ներսում։ Առերեսումը եղավ Լոռու մարզային վարչության պետի եւ Տիգրան Ուլուբաբյանի, ինչպես նաեւ Տիգրան Ուլուբաբյանի եւ իր վկայակոչած այն ոստիկանի հետ, որ իր նկատմամբ բռնություն է գործադրել։ Այսինքն երկու ոստիկանի։ Այո, երկու ոստիկանի հետ Տիգրանը նաեւ քննչական կոմիտեում հիշեց, որ լրագրողների կողմից արձանագրված են անձնավորությունով, որ այստեղով կարծես փախոստի էր դիմում, դա հանդիսանում է Լոռու մարզային վարչության պետի վարորդը, ինչպես Տիգրան Ուլուբաբյանն է։ Այսինքն հայհոյող անձը։ Այո, հայհոյող անձը, այո։ Ըստ Տիգրան Ուլուբաբյանի առերեսման ընթացքում պարզ դարձավ մի քանի հետաքրքիր հանգամանք, մասնավորապես պարզ դարձավ, որ Լոռու մարզային վարչության շենքում տեղակայված է մի քանի տեսախցիկներ, բայց տեսախցիկների արձանագրությունը չի պահպանվում, քանի որ տեսախցիկները աշխատում են բացառապես on-line ռեժիմով, այսինքն այդ հանգամանքով այդ մասով այդպես։ Պարզ դարձավ նաև, ինչպես մյուս կողմերն են նշում, որ Տիգրան Ուլուբաբյանը ոչ թե տարվել է ոստիկանություն, բերվել է ոստիկանություն, այլ ընդհանրապես հրավիրվել է, ես նշում եմ այդ մյուս անձանց ցուցմունքները։ Եվ նա, որ այդ ամբողջ ընթացքում ազատ է գտնվել, այլ ոչ գտնվել է ձերբակալվածի կարգավիճակում, ինչպես նաև պարզ դարձավ, որ առկա են մի քանի արձանագրություններ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ, այ քննիչ հարգարավել է թե ոչ, անհասկանալի է։ Նաև նշում եմ, որ արձանագրությունների շուրջ այդ արձանագրությունները կազմել եւ ստորագրվել է, սակայն Տիգրանը դրա կազմման եւ ստորագրման գործողություններին չի մասնակցել։ Հիմա տակտիկական տեսանկյունից լրիվությամբ ճիշտ չէ լինի, ես մանրամասը մեկնաբանեմ, ինչ ցուցմունքներ են հնչեցրել, ով ինչ է ասել, կամ որոշակի տվյալներ, որոնք ինձ համար այդքան էլ գովելի չեն մեր տեսանկյունից, այնքանով, որքանով, որ ուժ քրեական վարույթ նախաձեռնելու հանգամանքով պայմանավորված եւ քննչական ակտիվ գործողություններ չձեռնարկելու հանգամանքով պայմանավորված արդեն իսկ բավականին ապացույցներ ոչնչացվել կամ անհետացել կամ առհասարակ թաքցրվել են։ Մնացածը արդեն քննությամբ կպարզվի, ես այնքան էլ ճիշտ չեմ գտնում։ Պարոն Երիցյան, տեխնիկական տեսանկյունից լրագրողների առջև ավելի մեծ ինֆորմացիա բացահայտել։ Պարոն Երիցյան, ամեն դեպքում խոշտանգման դրվագների վերաբերյալ ինչ արձանագրումներ են եղել։ Խոշտանգման դրվագների վերաբերյալ Տիգրան Ուլուբաբյանը միանշանակ, համառորեն եւ վստահորեն պնդել է իր ցուցմունքը։ Իսկ այն կողմից արձագանքն ինչպիսին է եղել։ Կողմից արձագանքը որոշակի դրվագներ ընդունել են, սակայն ինչ վերաբերում է բռնությանը, կոնկրետ բռնության փաստին եւ իր ծնողների հասցեին հայհոյանք հնչեցնելուն չեն ընդունել։ Սակայն Տիգրան Ուլուբաբյանը ներկայացնում է դեպքի այնպիսի մանրամասներ, որոնք հորինել հնարավոր չէ։ Պարոն Երիցյան, շարունակական ինչ process-ներ են սպասվում, հետագայում ինչ պիտի անեք եւ որն է հաջորդ քայլը, այսպես ասած։ Նախաքննական մարմինը արդեն իր անելիքը պիտի արած լիներ։ Միջև հիմա չանելու փաստի ուժով այս գործով հետագա սպասելիքների վրա հույս դնել ես չեմ պատրաստվում։ Ես կարծում եմ, որ նախաքննական մարմինը արդեն բաց է թողել իր հնարավորությունը բացահայտել այս հանցագործությունը եւ ձեռք բերել այն բոլոր ապացույցները, որոնք բավարար կլինեին դժողների մեղադրանք առաջադրելու համար։ Հետևաբար ձեր քայլերը որոնք են լինելու։ Ես հիմա տակտիկական տեսանկյունից կրկնում եմ, ճիշտ չեմ համարում իմ հետագա քայլերը բացահայտել, առանց այդ էլ, ինչպես երևում է, դժողները առերես հարձակվողները հետևում են լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկություններին եւ այս մասով իրենց դիրքորոշումներն են ներկայացնում։ Ուստի բացահայտել հետագա մեր անելիքների ճիշտ չեմ համարում, կարող եմ միայն հայտարարել, որ քննչական կոմիտեն բաց է թողել հստակ հնարավորություն միտումնավոր թե դիտավորությամբ թե կոպիտ ամբողջությամբ թե ինչպես, այսինքն միտումնավոր թե ոչ, դա այլ հարց է, կարող եմ միայն ասել, որ քննչական կոմիտեն բաց է թողել հստակ հնարավորություն բացահայտել խոշտանգման դեպք եւ պատասխանատվության ենթարկել խոշտանգման հարցում մեղավորներին։ Այսինքն, պարոն Երիցյան, Արթուր Պողոսյանի խոստացած օբյեկտիվ քննությունը հոդս է ցնդել։ Ոչ թե հոդս է ցնդել, այլ արդեն այդ հնարավորությունը սպառվել է։ Այսուհետ օբյեկտիվ քննությունը, անգամ եթե հրեշտակային օբյեկտիվությամբ քննությունը իրականացվի, այն չի ծառայելու իր նպատակին։ Ինչ պիտի արվեր, միջև հիմա պիտի արվեր։ Կրկնում եմ, ինչ պիտի արվեր հանցագործությունը բացահայտելու եւ հանցագործների մերկացնելու ուղղությամբ, միջև հիմա չի արվել։ Օրինակ, ես կարող եմ մի քանի դրվագներ նշել,
ամենակարևորը կապված են հետ տեսաձայնագրող սարքերի հետ, օպերատիվ հետախուզական միջոցառումների կապակցությամբ կազմած արձանագրությունների հետ, որոնք անձը հնարավորություն է ունեցել կազմել, օրվա ընթացքում, քանի ես որոշակի ժամանակի ընթացքում։ Տիգրան Ուլբաբյանը հստակ նշում է, մատնանշում է անձանցում հետ ոստիկաններ հեռախոսային խոսակցություններ են ունեցել, սակայն պարզվում է, որ այդ ոստիկանների մանկական ընկերներից մեկն է եւ այս ընթացքում նրանք նրանց հետ շփվելու հնարավորություն են ունեցել եւ այլն։ Կրկնում եմ, չեմ ցանկանում բացահայտել իմ հետագա անելիքները, ես փորձելու եմ անել հնարավորին եւ անհնար ամեն ինչ։ Ես կրկնում եմ, փորձելու եմ անել հնարավորին եւ անհնար ամեն ինչ հանցագործությունը բացահայտելու։ Նշեմ նաև, որ առերես հարցաքննության ընթացքում պարզ դարձավ, որ ավազակության մեջ կասկածողները այսինքն ավազակության ենթադրյալ ավազակություն կատարողները արդեն իսկ ոստիկանների կողմից հայտնաբերվել են եւ Տիգրան Ուլբաբյանն նրանց հետ որևէ կապ ու աղերս չունի։ Պարոն Երիցյան, հաջորդիվ քայլերի մասին լրացուցիչ կտեղեկացնեք։ Քայլերը անելուց հետո կտեղեկացնեմ։